Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, սկսում ենք այսօրվա հաղորդումը։ Դրությունը, ինչպես գիտեք, բավականին լարված եւ բարդ է եւ Կովկասյան տարածքաշրջանում եւ Ռուսաստան-Եվրոպա հարաբերություններում եւ աշխարհում ընդհանրապես նոր հարաբերություններ են տնտեսա-քաղաքական եւ նոր հարցեր են առաջ գալիս։ Հայոց ցեղասպանության հարցը նորից գլուխ է բարձրացնելու եւ այս անգամ պետք է նրան լուրջ մոտենալ, ոչ թե շահարկել, այլ լուրջ մոտենալ։ Տարածքաշրջանում, հիմնականում Կովկասյան շրջանում, կառաջանան ազգային պետություններ։ Միգուցե դա նույնիսկ տարածվի Ադրբեջանի տարածք, որովհետև Ադրբեջանը նույնպես հանդիսանում է մի քանի ազգերի իրավունքները բռնադատված եւ արհեստական պետություն ստեղծած մի միավոր միջազգային, որը իր մեջ ունի ներքին պայթուցիկներ։ Այս պայթուցիկներն էին, որ մեկը մյուսի հետևից դուրս եկան, սկսած Ղարաբաղի հարցից, Ղարաբաղը եւ Վրաստանում։ Դրանից իհարկե մեծ պետությունները օգտվել են, նույնիսկ հրահրել են այդ եւ գնացել է հարցը այն աստիճանի, որ վերածվել է տնտեսական մրցակցության ու պայքարի ազդեցության ոլորտների հաշվով։ Բոլոր դեպքերում մեր հարցը կապված հայոց ցեղասպանության հետ կիսատ պռատ մոտենալ եւ որոշել չի կարելի, որովհետեւ մեկ այլ հնարավորություն միջազգայինորեն հասունացված, նախապատրաստված իրավիճակ մենք չենք կարող ունենալ, որովհետև վրա հասնող բուրժուազիան, լիբերալ բուրժուազիան, որը տիրում է աշխարհում, անկախ նրանց ազգային տարբերություններից, դուռ է բացում կապիտալի կենտրոնացում, քաղաքականության կենտրոնացում, չնայած երկբևեռության մասին խոսեցինք, բայց նաև միաժամանակ բարդություններ է ստեղծում ազգային փոքրամասնությունների իրավունքների դեմ։ Հնարավոր է շատ շուտով Եվրոպան բացի Թուրքիայի համար եւ Եվրոխորհրդի դռները, այսինքն մտնի Եվրոխորհուրդ, մտնի ԵՍ-ի մեջ, Եվրոմիության մեջ եւ հայկական հարցը այս անգամ թաղվի Եվրոպական միության մեջ։ Եթե մինչ այդ 15 թվականից հետո նա թաղվեց սովետական միության մեջ, հիմա թաղվի Եվրոպական միության մեջ։ Հետևաբար մենք շարժիչ ուժերը, որոնք թաղում են հայկական հարցը, այս կամ այն պատմական ընթացքում շարժելով երկրագնդի եղած չեղածը, մենք դա պիտի իմանանք, պիտի հասկանանք եւ հանկարծ նորից էլի չընկնենք սրանը գրկից նրա գիրկը։ Այդ կապակցությամբ ես ձեզ կկարդամ մի թղթակցություն, որը հայոց աշխարհում գրված թուրք հասարակությունը տրավմատիկ պատմական հիշողություն ունի, տրավմատիկ, այսինքն տրավմատիկ նշանակում է վնասված, տրավմայի ստացված, տրավմա ստացած, հիշողության մասին է խոսքը, չնայած նախադասությունը արդեն իսկ սխալ է սարքված, թուրք հասարակությունը տրավմատիկ հիշողություն չունի, ինչպես հայ հասարակությունը կամ ռուս հասարակությունը։ Նրա մեջ հիշողության հետ, այս հասարակությունների մեջ հիշողության հետ խաղում են արտասահմանյան դրամներով, արտասահմանյան կազմակերպությունները, զանգվածային լրատվական միջոցներով։ Մենք դա գիտենք, հետևաբար այս նախադասության հետ համաձայն չենք, որովհետև մեր հետագա վերլուծումները կբխեն, թե մենք ինչպես ենք մոտենում այս հարցին։ Հասարակությունը հիշողություն, ընդհանրապես մի սերունդից հետո հիշողություն գոյություն չունի։ Այդ հիշողությունը կարելի է կարգավորել, վերականգնել, մարել, սեթափանել, շարժել, տվյալ սերնդի աճին զուգահեռ։ Ցեղասպանության հիշողությունը մեր մոտ ինչպես է առաջացել։ Եկել է նոր սերունդ, հին սերունդը պատմել է նոր սերնդին, այսպես, ֆիդայական շարժում, անդրանիկ զորավար,
ազգային ազատագրական շարժում, մեր իրավունքները նոր սերնդի մեջ մտել է այնպես, ինչպես հին սերնդի մեջ կար։ Եվ նա շարունակել է։ Հետևաբար հիշողությունը նոր սերունդը։ Եթե կորցնում է, չի հիշում։ Դա հին սերնդի թողած ուղին է։ Իսկ բնականորեն գենետիկ ձևով չի վերականգնվում ոչ մի բան։ Հետևաբար հասարակությունը թուրք չի կարող պատմական տրավմատիկ պատմական հիշողություն ունել, այսինքն հիշողությունը հանած է մեջից, այդպես չի։ Մեր օրինակի վրա 94-5-6 թվականները, 91-ից, երբ որ անկախություն մտանք, Հայաստանում, նույն թվականները Ռուսաստանում, նույն թվականները Սովետական Միության այլ հանրապետություններին, որոնք անկախություն ստացան։ Նրանք, որոնք որ հիշում են, ասենք մեր սերունդը, նրանք կարող են շարադրել դեպքերի ընթացքը, թե ինչպես եղավ, ով եղավ, ինչպես եղավ, որը որ ես պատմում եմ, սկսած պատմության ցանկացած էտապից, դա կլինի 50 թիվ, 60 թիվ, 70 թիվ, ես կարող եմ մտնել, որտեղ դա իմ հիշողության մեջ արդեն ես կուտակել եմ։ Եվ դա տալ նոր սերնդի։ 90 թվականից հետո նոր սերունդը 18 տարեկան է։ Հիմա ուշադրություն դարձրեք։ Այսօր Հայաստանում այդ նոր սերունդը ոչ թե տրավմատիկ հիշողություն ունի, այլ նրա հիշողությունը ՀՇ-ական կուսակցությունը կամ կազմակերպությունը վերանորոգեց ըստ իր ցանկացած ուղղությամբ։ Եվ քայլարշավներ են լինում, հանրահավաքներ են լինում, վերջերս եղավ թե 15-ին հանրահավաք Մատենադարանում։ Այս հանրահավաքի մասնակիցները ովքեր են, երիտասարդներ են, նրանք, որոնք ինչ-որ միջոց, ինչու, որովհետև նրանց հիշողությունների հետ խաղացին, պատմեցին այլ ձևերով եւ նրանք մոռացան։ Դուք հիշում եք հոլիվուդյան ցուցարարների զեկուցողներից մեկը զեկույցում էր, նոր նա ճչում էր, թե այդ թվականներին ցուրտ եւ սով չի եղել։ Հիշում եք, չէ՞ այդ բոլորը։ Եվ այնպես համոզված էր ասում, դա կարևորը համոզված խաբելն է, որ երիտասարդությունը պիտի հավատա, եւ այդպես էլ լինում է։ Ինչի մասն է խոսքը, երբ որ չեմ տեսել, չեմ լսել։ Տեսեք ինչքան կանգ առա այս երևույթի վրա, որ հիշողությունները դաստիարակվում են, պատմվում են, սարքվում են երիտասարդ սերնդի մոտ։ Իսկ թուրք հասարակությունը, թուրք հասարակության պատմական հիշողությունը սարքված է թուրք իշխանության մեջ գտնվող այն ուժերի կողմից, որոնք որ չեն ցանկանում, որ թուրք հասարակությունը իմանա ճշմարտությունը։ Այս ուրիշ բան է, բայց ոնց կարող ես թուրք հասարակությանը ասես տրավմատիկ է հիշողությունը, այսինքն ինչքան էլ ուզես հիշացնես, չի հիշում, այդպես չի։ Եվ պետք է արդարությունը տարանջատել արդեն այս երևույթների վերաբերյալ։ Ուրեմն հարցազրույց Գիտությունների ակադեմիայի ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի հետ։ Վերջերս թուրքական կողմը կարծիք հայտնեց, որ եթե Հայաստանի հետ հարաբերությունները բարելավվեն, ապա այդ երկրների կողմից, այլ երկրների կողմից հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը իմաստ չի ունենա։ Քանզի հարցը կտեղափոխվի հայ-թուրքական հարաբերությունների ոլորտ։ Չհասկացան։ Ցեղասպանության հարցի ճանաչումը ինչ կապ ունի երկու պետությունների մեջ լավ հարաբերությունների ստեղծմանը։ Տեսեք ինչ վախեցնող արտահայտությունն է։ Թուրքերի հետ, թուրքական պետության հետ կամ Թուրքիայի հետ ընդհանրապես հայ-թուրքական հարաբերությունների կա ցեղասպանության հարցը։ Ցեղասպանության հարցը կատարվել է եւ դա պետք է վերականգնվի դրա իրավունքները։ Ինչ կապ ունի, եթե հայ-թուրքական հարաբերություններում բարելավումներ լինեն։ Հոլոքոստի վերաբերյալ շատ վիճելի ցեղասպանության հարցեր են դրանք։ Երբ որ միջազգային հանրություն